Սիրելի հայրենակիցներ, այլընտրանքային նախագծեր խումբը հայկական օրակարգ ծրագրի շրջանակներում հերթական քննարկումն է նախատեսել։ Այսօրվա քննարկման թեման հանրային տրամադրություններն են, այսինքն մենք փորձելու ենք քննարկել հանրային տրամադրությունները պատմական հիշողության եւ պատմական ընտրության խաչմերուկում։ Շատ բարդ է գնահատել հանրային տրամադրությունները, թեև ես կարծում եմ իմ գործընկերները, նաեւ մասնագետները ավելի այսպես օբյեկտիվ եւ համապարփակ գնահատական կտան հանրային տրամադրություններին, բայց ես ինձ համար օրինակ չունեմ բանաձև, թե ինչն է ասում հանրային տրամադրությունների վրա։ Տեսեք, երեք մի քանի տեղեկություն տարածվեց եւ այդ տեղեկությունները մեկը մյուսից անհանգստացնող էին, մեկը մյուսից զայրացնող էին։ Երեք ինֆորմացիա տարածվեց, որ Ստեփանակերտում քանդել են Մարիամ Աստվածածնի եկեղեցին։ Չգիտեմ, հանրությունը սա կարդաց եւ պարզապես անցավ որպես հերթական տեղեկություն, թե հանրության տրամադրությունների վրա այսպիսի սարսափելի նորությունը ունեցավ իր ազդեցությունը։ Այնուհետև տեղեկություն տարածվեց այն մասին, որ իշխանականները ի վերջո հասկացել են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարծես թե այնքան էլ չեն ստացվում եւ Թուրքիան հարաբերությունները կապում է հենց Ադրբեջանի հետ։ Հանրությունը կարդաց արդյոք այս ինֆորմացիային էլ այսպես վերաբերեց որպես հերթական տեղեկություն եւ անցավ։ Այնուհետև կարդում ենք, որ Երևանը ժամը 6-ին կանգնած է։ Այսինքն մեզանից յուրաքանչյուրը ժամը 6-ին, եթե փորձում է մի տեղից մյուս տեղը, երեկոյան 6-ին փորձում է մի տեղից մյուս տեղը շարժվել, ապա ժամերով մնում է խցանումների մեջ։ Երևի թե այս ինֆորմացիան պարտադիր չէ կարդալ, որովհետև մենք ապրում ենք այդ ինֆորմացիայի մեջ։ Հիմա հանրությունը այս ինֆորմացիան գնահատում է եւ անցնում է, թե այս ինֆորմացիան թողնում է իր նստվածքը հանրային տրամադրություններում։ Մյուս ինֆորմացիան Երևանում ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին։ Խայտառակ միջադեպ եւ ես հասկանում եմ, որ երբ վարորդը եւ վարորդ է, եւ հսկիչ է, եւ գումար հավաքող է, եւ գումար վճարելու սարքը ստուգողն է, եւ այդ սարքը կարգավորողն է եւ այլն, այս պարագայում այսպիսի միջադեպեր իհարկե անթույլատրելի միջադեպեր, բայց կարող են տեղի ունենալ։ Մյուս կողմից էլ հաշվի առնելով այն մթնոլորտը, որ առկա է մեր կյանքում, մեր հանրությունում, մեր հասարակությունում, անընդհատ ստրեսային վիճակը, անընդհատ լարվածությունը իր հետ բերում է այսպիսի ծանր հետևանքների։ Այս իրավիճակը նկարագրելու փորձը զուտ ուղղված էր նրան, որպեսզի հասկանանք, թե յուրաքանչյուր իրադարձություն ինչպիսի ազդեցություն է ունենում հանրային տրամադրությունների վրա։ Եվ առջևում ազգային ժողովի ընտրություններն են հունիսի 7-ին, իսկ մինչ այդ ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, պատմական հիշողության օրն է, բայց մենք գիտենք, որ մեր պատմական հիշողությունները այս իշխանության կողմից մեկը մյուսի հետևից ջնջելու փորձ է արվում։